2026 թվականի հունիսի 5 ժամը 17:25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացված Հանրապետության կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի 05/06/2026 թվականի դիմումում նշված է. Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, փաստական հանգամանքները, դիմումի հիմքում դրված հիմնական հարցերը, ընտրական օրենսդրության էական խախտումները։ 1.1 Հայ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսուհետ նաև ԿԸՀ 03/05/2026 թվականի 85 որոշմամբ գրանցվել է Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակը ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունին մասնակցելու համար։ 1.2 ԿԸՀ-ի 03/05/2026 թվականի 69 որոշմամբ գրանցվել է Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունին մասնակցելու համար։ 1.3 2026 թվականի ՀՀ ազգային ժողովի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի եւ կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից նրանց ուղղորդմամբ, թողտվությամբ, խթանմամբ եւ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման եւ ընտրողների մոտ այլ եղանակով քողարկված գույքային շահագրգռվածության ձևավորման ուղղված բազմաթիվ գործողություններ, որոնք արձանագրվել եւ բացահայտվել են ՀՀ իրապահ մարմինների կողմից։ Ես կարգավիճակը ապահովեք, որպեսզի ես ուղղակի պիտի մի բան ճշտեմ, 3 լիազոր ներկայացուցիչների ուզում եմ ճշտել, քանի որ նախորդիվ մենք Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ առիթ ունեցել ենք, այդ թվում նաև նիստի շրջանակներին շփվելու, Խաչատրյան ձեզ հիշում եմ, որ լիազոր ներկայացուցիչներից հետ ներողություն ուշացման համար խցանումներ էր տեղյակիկ։ Հարգելի նախագահ, ներկայացնեմ ձեզ մեր լիազորագիրը իմ եւ Տիգրան Եգորյանի կուսակցության կողմից ենք լիազորված 3 տարի ժամկետով։ Հարգելի գործընկերներ, քանի որ մեզ միացած գործընկերների ինքնություն պիտի ճշտեն, որովհետեւ իրենք եւս ցանկություն ունեն հանդես գալ դիմորդյանից եւ այսպես ներկայացված լիազորագիր Հանրապետություն կուսակցություն կուսակցության կողմից իդեմս կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի լիազորում է փաստաբանների պալատի անդամ փաստաբան Տիգրան Էդուարդ Եգորյանին եւ փաստաբանների պալատի անդամ փաստաբան Գրիգոր Ռաֆայելի Արաքելյանին։ Այստեղ ուղղակի մյուս լիազորագրի մյուս տվյալներն անձնական տվյալները ես չեմ նաև ընթերցում, որտեղ մեր նիստը հեռարձակվում է, ուղղակի լիազորագիրը ստորագրված է Արամ Զավենի Սարգսյան, այստեղ գծված է նաև վկայականներ եւ պարոն Սարգսյանի նույնականացման քարտը։ Ես լավ, շարունակենք, քանի որ Մեկի 4 2026 թվականին ՀՀ ազգային ժողովի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրությունին մասնակցող Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի օգտին դրսևորվել են ՀՀ ընտրական գործընթացի եւ դրանց արդյունքների նկատմամբ էական ազդեցություն գործելու միտված արտաքին ազդեցության բազմաթիվ դեպքեր։
2026 թվականին ՀՀ ազգային ժողովի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրությունին մասնակցող ուժեղ Հայաստանի կուսակցությունների դաշինքի կողմից հայտարարած վարչապետի թեկնածուն ընդգրկված չէ նույն քաղաքական միավորման արդեն իսկ գրանցված ընտրական ցուցակում նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության պահանջներին, ուստի վարչապետի թեկնածուի նախընտրական գործունեության մասնակցությունը գտնվում է ՀՀ սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի կարգավորումների տիրույթից դուրս եւ նույնպես կարող է համարվել ընտրությունների ընթացքի վրա արտաքին ազդեցության դրսևորման դեպք, հաշվի առնելով նրա ունեցած օտարերկրյա քաղաքացիությունները եւ արտասահմանից հսկայական ֆինանսական հոսքեր ունենալն ու դրանք նախընտրական գործընթացներում ենթադրաբար ապօրինի կերպով կիրառելու հանգամանքը։ 1.6. Ընտրություններին մասնակցող ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարում ընդգրկված եւ դե ֆակտո դաշինքի վարչապետի փաստաթղթի թեկնածու հանդիսացող անձը ենթադրաբար չի համապատասխանում ՀՀ սահմանադրության եւ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին քաղաքացիության հարցով, հիմք ընդունելով նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ իրապահ մարմինների կողմից, ինչպես նաեւ ՀՀ բարձրագույն Պաշտոնատար անձանց կողմից արդեն հրապարակած տեղեկատվությունը վերջինիս կողմից օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը թաքցնելու մասին։ 1.7. Զանգվածային լրատվական դաշտում առկա են բազմաթիվ հրապարակումներ ապօրինի եղանակով ՀՀ ներթափանցող ավելի քանակությամբ դրամական միջոցների մասին, որոնք ենթադրաբար փոխկապակցում են ուժեղ Հայաստանի կուսակցությունների դաշինքի հետ եւ նախատեսված են ընտրական գործընթացներում ազդեցություն ստեղծելուն, կասկածի տակ առնելով 2026 թվականի ՀՀ ազգային ժողովի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում վերջինիս ֆինանսական թափանցիկությունը ու ներգրաված արտաքին ֆինանսավորման աղբյուրները։ Դիմումատու իրավական հիմքերը։ Մի հարց այս դեպքում նախ դիմումատուներին, այստեղ ըստ էության մեջ բերված են ընտրական օրենսգրքի կարգավորումները, հոդվածները։ Կարիք կա ընթերցելու նորից եւ ուժեղ Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցիչ պարոն Վարդանյան դուք Շնորհակալ եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգարժան անդամներ, դիմումին թույլ տվեք հենց ի սկզբանե ասել ակնհայտ անհիմն դիմումին եւ կից փաստաթղթերին ցանկացել ենք եւ որևէ անհրաժեշտություն իրավական հիմքերի վկայակոչման չկա, ինչքան արագ այս ամենը ավարտենք իրական, որտեղ ի վերջում մենք նախընտրական քարոզարշավի վերջին օրում ենք գտնվում, կարող ենք ինձ օգտագործել այս ժամանակը արտահայտելու հնարավորություն կունենաք։ Ես ընդհանրապես ցանկանում եմ ճշտել համար 3-ի, բայց չէ լավ, սպասենք կարիքը չկա։ Արգելիներս հաշվի առնելով, որ երկու կողմերդ էլ քաղաքական ուժեր եք ներկայացնում, հորդորս ոչ մի քարոզչություն։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովում ոչ մի քարոզչություն։ Սա իմ պահանջն է, որպեսզի սա պահպանվի։ Եվ այսպես ես քանի որ ըստ էության մինչև պահանջ կետը ներկայացված է իրավական դիրքորոշումները, ես արդեն ներկայացնեմ պահանջը։ Ելնելով վերևուրյալից գտնում ենք, որ 2026 թվականի ՀՀ ազգային ժողովի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրությունին մասնակցող ուժեղ Հայաստանի կուսակցությունների դաշինքի կողմից շարունակաբար թույլ է ընտրվել սույն դիմումի բովանդակությունում նշված ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ իրավանորմերի խախտումներ, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա եւ դրանց հետևանքները այլևս հնարավոր չէ վերացնել, ուստի այս համատեքստում խախտում են նաեւ ընտրությունների անցկացման հավասարության, ազատության եւ թափանցիկության սկզբունքները, հետեւաբար ՀՀ սահմանադրական կարգի, ՀՀ սահմանադրությամբ սահմանված սկզբունքների եւ իրավունքների, ինչպես նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ու երաշխավորված ընդհանրակարգի իրավունքների պաշտպանության նպատակով խնդրում ենք. 1. Անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել ԿՀ 03-05-2026 թվականի 69-որոշումը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին։ Կետ 2. Սույն դիմումով ներկայացված առաջին պահանջը չբավարարելու դեպքում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցվելու մասին ԿՀ-ի 03-05-2026 թվականի 69-որոշումը անվավեր ճանաչել պահանջով դիմել ՀՀ վարչական դատարան։
Կից ներկայացում դիմում ներկայացած պահանջը հիմնավորող փաստաթղթեր եւ այլ նյութեր դիմում կից նյութեր ներկայացված դիմում հիմքում դրված են 2026 թվականի ազգային ժողովի համապետական ընտրությունների շրջանակներում հավատարմունակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավաքագրած փաստերը